Եղունգների տեսքը բավականին մեծ ինֆորմացիա է տալիս բուժառուի օրգանիզմի վիճակի մասին, օրինակ բծերի ներկայությունը դա խոսում է տարբեր վիտամինային փոխանակության խանգարման հետևանք, եթե կա ծակոտանման ցանցանման պատկեր, դա կարող է լինել քրոնիկական մաշկախների ֆոնի վրա էկզեմա, պսորիազ, վիտիլիգո նման դեպքերում շատ է հանդիպում, որ արդեն թիրախավորված է լինում հենց եղունգները։ Եթե կա եղունգի վրա սև նշաններ, ես կասեի, որ այդքան է պետք չէ հանգիստ լինել այս հարցում, որովհետև սև նշանները դա կարող է բացի կեմատոմայից, որը որ ժողովրդի մեջ է ընդունված, որ լավ հարվածը երևի ստացեմ մի տեղից, արյունակ անցնի, բայց հանդիպում են դեպքեր, որ դա լինում է խալ, այսինքն կոչվում է եղունգի նևուս, իսկ խալը կարող լինի եւ բարորակ եւ չարորակ, ընդհանուր միջև եղել են դեպքեր, որ հանդիպել է տարրական բիծ է եղել եւ հետազոտության հիման վրա հայտնաբերվել է մելանոմա, այսինքն դա արդեն խոսում է չարորակ կասկեղի մասին։ Դրա համար ամեն օր կցանկանայի ես խորհուրդ տայի իմ հասարակությանը, որ ժամանակ գտեք նայեք ձեր եղունգներին, եթե գտնում եք ինչ-որ փոփոխություններ կան ինքնաբուժությամբ կամ համացանցի տարբերակով կամ այսօրվա 22-րդ դարում արհեստական բանականության օգնության մի դիմեք, որովհետև դա կարող է ավելի վատացնել ձեր վիճակը ու այսպես ասած մի եղունգի պատմություն, որը կարող է բախվել տարբեր լուրջ բարդությունների։ Կապույտ եղունգների դեպքում էլ ասում են թթվասնային անբավարարություն է, չէ՞։ Այո, եթե կապտանման պատկերը դա խոսվում է հիպերկապնիա, այսինքն թթվասնային անբավարարության, դա հիմնականում լինում է անոթային խնդիր ունեցողների ու քրոնիկ ծխողների մոտ է շատ հայտնաբերվում, դա պարտադիր պետք է ծխ անոթաբանի ներկայությունը։ Լինում է, որ սպիտակ կետիկներ է հանդիպում, որը որ ասեմ, որ դա վախենալու չէ, դա խոսում է ուղղակի որոշ վիտամինների, կալցիումի ամենաշատը հանդիպող կալցիումի վիտամին կալցիումի փոխանակության խանգարման հետևանք կարող է դեֆիցիտ լինել կամ հակառակը շատ լինել